Պարզվում է վերջին զանգը սերիալում ամեն ինչ այդքան հեշտ ու հարթ չի ավարտվելու Հենրիի ու Անգելինայի համար, երբ թվում էր, թե վերջապես եկել է հաշտության պահը և Միքայելը պատրաստ է մի կողմ դնել իր անցյալի սխալներն ու վերականգնել քանդված իրավիճակը, նորից ամեն ինչ շրջվում է գլխիվայր։ Միքայելը փորձում է Անգելինային իր կողմը գրավել ոչ թե հայրական ջերմությամբ, այլ հերթական ճնշմամբ ու սադրանքով։ Նա նրան առաջարկում է գործարք. եթե Անգելինան իր հետ գա և լինի Հենրիի կողքին իր պայմաններով, ինքը կմոռանա Սոսի դեմ ունեցած բոլոր ապացույցները։ Սա ոչ թե հաշտեցում էր, այլ շանտաժ փաթեթավորված բարի դիմակի տակ, բայց Անգելինան այս անգամ այլևս այն աղջիկը չէ, որ լռում ու հնազանդվում է։ Նա չի գնում Միքայելի հետ, չի ենթարկվում նրա խաղերին ու մնում է իր հյուրերի, իր ծննդյան օրվա, իր ընտրության կողքին։ Սա նրա ամենահասուն ու ամենահամարձակ քայլերից մեկն էր։ Այս ամենը դառնում է վերջին կաթիլը Հենրիի համար։ Նա վերջապես բարձրաձայն ասում է այնինչ տարիներ շարունակ կուտակվել էր իր մեջ։ Հենրին մեղադրում է հորը իր կյանքը դժոխքի վերածելու համար, խլված մանկության, կոտրված սիրո, մշտական վախի ու ճնշման համար։ Այդ խոսքերը ոչ միայն զայրույթ են, այլ նաև ազատագրում։ Նա այլևս չի պատրաստվում ապրել Միքայելի ստվերի տակ։ Բայց մինչ ընտանիքի ներսում ճշմարտություններ են բացահայտվում, վտանգը մոտենում է դրսից։ Լիլիթը տեսնում է Սոսին ու Անգելինային, Աննային միասին։ Այդ տեսարանը նրա ներսում բորբոքում է տարիներով կուտակված վախն ու մոլուցքը։ Նա բարձրաձայն ասում է այն, ինչ միշտ վախեցել է ընդունել, որ իր ամբողջ կյանքում հենց այս պահից էր սարսափում, որ Սոսը, Աննան ու Անգելինան մի օր կկազմեն այն ընտանիքը, որտեղ իր համար տեղ չի լինի։ Եվ այդ վախը վերածվում է վտանգավոր գործողության։ Լիլիթը հայտնվում է Անգելինայի ծննդյան օրը ձեռքին նվերի տուփ։ Ամեն ինչ թվում է խաղաղ, նույնիսկ խորհրդանշական, բայց այդ տուփի մեջ նվեր չկա։ Նա հանում է զենքը և ուղղում Անգելինայի վրա։ Ծննդյան օրը, որը պետք է դառնար նոր կյանքի, հաշտության ու հույսի սկիզբ, մեկ անկթարթում վերածվում է սարսափի։ Այս պահը դառնում է սերիալի ամենալարված ու շնչահեղձ տեսարաներից մեկը։ Բոլորը քարանում են, Անգելինան հղի, խոցելի, բայց միևնույն ժամանակ ուժեղ, Սոսն ու Աննան պատրաստ ամեն ինչի իրենց աղջկան պաշտպանելու համար։ Հենրին հավանաբար հասկանալու է, որ իր կյանքում ամենաթանկը հենց հիմա վտանգի տակ է։ Վերջին զանգն այս փուլում ցույց է տալիս, որ վերջնական հաշտությունն ու երջանկությունը հեշտ չեն տրվում։ Դրանք անցնում են ցավի, ընտրության, վտանգի ու զոհաբերության միջով։ Ամեն ինչ դեռ առջևում է։ Չկա զղջում, չկա վախ։ Նա բացահայտ սպառնում է Աննային, ասելով, որ գործը պետք է ավարտին հասցնել։ Այդ խոսքերը հստակ ցույց են տալիս, որ Լիլիթը դեռ պատրաստ է իր ամենածայրահեղ քայլին։ Հեռուստադիտողների մեծ մասը վստահ է, որ Լիլիթին չի հաջողվի հասնել իր նպատակին։ Արդյոք Աննան կմահանա, չէ՞ որ նա գլխավոր հերոսուհին է և անհնար է, որ սցենարիստը նման որոշում կայացնի գլխավոր հերոսուհու համար։ Իհարկե, հեռուստադիտողների կարծիքներն այս առումով բաժանված են երկու խմբի։ Մի մասը կարծում են, որ Լիլիթը սպանելու է Աննային, իսկ մյուս մասը կարծում են, որ Աննան փրկվելու է։ Բայց ամեն ինչ հուշում է, որ Աննան չի մահանա։ Կարծիք կա, որ հենց Սոսն է լինելու այն մարդը, ով կփրկի նրան վերջին պահին, հատկապես, որ այդ պահին Արամը տանը հորն էր փնտրում, և Սոսի բացակայությունը կարող է բացատրվել հենց հիվանդանոց այցելությամբ։ Հավանական սցենարներից մեկն այն է, որ Սոսը գալիս է Աննային տեսակցության, զգում վտանգը և ճիշտ պահին կանգնեցնում Լիլիթին։ Այդ հանդիպումը կարող է դառնալ սերիալի ամենալարված ու ամենահիշվող տեսարաներից մեկը, որտեղ ճակատագրերը բախվում են իրար, իսկ մի քանի վայրկյանը որոշում է մարդկանց կյանքը։ Վերջին զանգը շարունակում է ապացուցել, որ սա պարզապես սերիալ չէ, այլ զգացմունքների, ցավի, սիրո և վրեժի խորը պատմություն։ Ամեն ինչ դեռ առջևում է, և ամեն հաջորդ սերիա խոստանում է լինել ավելի վտանգավոր, ավելի հուզիչ ու լի անակնկալներով։
Իսկ մինչ կբացահայտվեն այս եւ այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկանաք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին եւ ոչ միայն։ Նշենք, որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը տեղեկացված լինելու։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, կիսվեք ձեր կարծիքներով եւ իհարկե սեղմեք զանգակ կոճակը, որպեսզի առաջինը նորությունները ստանաք մեր ալիքի։ Իսկ հեռուստասերիալում իրավիճակն իսկապես լարված է, ճիշտ է։ Հենդոն ու Միքայելն ուրախանում են, որ Հենրին նրանց այդ գեղեցիկ լուրը հայտնում է, որ Անգելինան հղի է, բայց նաև հայտնում է, որ Անգելինան չի ցանկանում վերադառնալ իր մոտ։ Միքայելն իր ուրախությունը ցույց է տալիս գրկելով Հենրիին, բայց հասկանում է, որ Հենրիի դժբախտությունների պատճառը հենց ինքն է, իր որոշումներն ու իր կատարած քայլերը։ Բայց նա հետ չի կանգնում ևս մեկ անգամ սպառնալ Անգելինային։ Նա գնում է Անգելինայից տուն, նրա հոր ու մոր աչքի առաջ, Անգելինային ասում է, որ եթե չի ցանկանում, որ կրկնվի պատմությունը եւ որ նրա երեխային փնտրեն տարիներ, ուրեմն պետք է Հենրիի կողքին լինի։ Բայց արդյոք Անգելինային այդ ամենը կվախեցնի։ Չէ՞ որ Անգելինան այլևս վախենալու ոչինչ չունի ու նա հասկանում է, որ Հենրիի հետ լինելը նրան ոչ մի լավ բան չի տա։ Իհարկե, սա դեռ այն ամենի մասին է, ինչ ցույց են տալիս հեռուստասերիալի հերթական սերիայի անոնսները։ Բայց բոլորիս էլ պարզ է, որ Հենրին ու Անգելինան հեռուստասերիալի ավարտին միասին են լինելու ու երջանիկ, այլ տարբերակ չկա։ Բայց մինչ այդ երջանկությունը, ինչ ճանապարհով են նրանք անցնելու, ինչպես են հաղթահարելու այդ ամենը, ցույց կտա ժամանակը։ Այնպես որ բաց մի թողեք հեռուստասերիալի հերթական սերիան դիտելու ձեր հնարավորությունը ու եղեք տեղեկացված։